մենք 21 թվից ասում ենք արժանապատիվ խաղաղության մասին։ Եվս խաղաղություն, բայց ոչ թե ծնկաչոք խաղաղություն, այլ արժանապատիվ խաղաղություն։ Ես չեմ հավատում, որ պարտության սիմվոլը կարող է արժանապատիվ խաղաղություն բերել։ Այդպես չի լինում։ Խնդիրը մարդն է։ Խնդիրը մարդն է, որը խորհրդանիշ է պարտության։ Խնդիրը մարդն է, որը արդեն այսպես աչքը վախած ամեն ինչից փորձում է ամեն գնով փրկել ինքը իրեն։ Եվ նման առաջնային մոտիվացիա ունեցող մարդը չի կարող մտածել պետության մասին, չի կարող մտածել ընդհանրապես ազգային շահերի մասին։ Խաղաղությունը բոլորս ենք ուզում, բայց կրկնում եմ, սուբյեկտը, որը դրանով զբաղվում է, ունի երեք բան։ Իսկ մոտիվացիան յուրաքանչյուր մարդի համար առաջնային ինչով է այդ մարդը առաջնորդվում։ Իր առաջնահերթ մոտիվացիան որն է։ Չեք տեսնում ինչ է ուզում այս մարդը։ Ինչ է ուզում։ Ուզում է մի թուղթ Նիկոլ Փաշինյանի մասին։ Եվ դա խաղաղությանը որևէ առնչություն չունի։ Այն ես կրկնեմ, այն կադրերը, որոնք երեք տեսանք եւ որը շրջանառողն է ցանցերում, ոչ հայտարարություն արժանապատվությունը կորցրած մարդու կեցված կերպ։ Ոնց կուչ եկած, ոնց որ ենթակա շեֆի արչև կամ ծառա տիրոջ արչև հարաբերություններ են ձևավորվել։ Գիտեք, բանի այդ այսպես կոչված body language-ը շատ լավ է ուղղակի բացատրում, թե այդ մարդը ինչ վիճակում է գտնվում։ Այդ մարդը իրեն արդեն դասել է որպես ենթակա, որպես մի մարդ, որը ամբողջությամբ կախված է այդ մարդկանցից, այդ երկու մարդկանցից եւ իր ամբողջ մարմինն է խոսում դրա մասին, որ այդ մարդուց որևէ օգտակար բան երկրի համար չի լինում։